2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել $788,800 արտադրանք։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ Հայաստանից Ադրբեջան նախորդ տարի արտահանում չի եղել։ Հիշեցնենք, Հայաստանը մատակարարվել ադրբեջանական բենզին եւ դիզել վառելիք, միաժամանակ Ադրբեջանի տարածքով մեր երկիր ռուսական եւ ղազախական ցորեն է ներմուծվել։ Քննարկվում է Հայաստանից Ադրբեջան հնարավոր արտահանման հարցը։ Հորիսում 3 տեղի ունեցած վիճաբանության եւ պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել միջադեպի հետևանքով 2 մարդ զոհվել է, մեկը վիրավորվել։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Վարուժան Յոլյանն ու 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը վնասվածքներով հոսպիտալացվել է։ Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի հայրը Գագիկ Արուշանյանը Ֆակտոր TV-ին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել համայնքապետի վարորդի եւ նրա հորեղբորորդու միջև ծագած վեճի հետևանքով։ Կապանի Սյունիք օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու նպատակով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ, հայտնել են Սպուտնիկ Արմենիային։ Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթներ դեպի Երևան եւ հակառակ ուղղությամբ։ Գերատեսչությունից հայտնել են, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի հետ կապված ծրագրերն ամենավաղ փուլում են։ Բաժնետերերի հետ քննարկումներ դեռևս չեն սկսվել, այդ պատճառով հայտնի չէ, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների եւ մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ եւ երբ կարող են դրանք իրականացվել։ Իրանի տարածքում ինտերնետի արգելափակումը հիմնականում պահպանվում է, մինչ այդ բողոքի վերջին ցույցերի ընթացքում զոհվածների թիվը շարունակում է աճել։ Որոշ տեղեկություններով միայն հունվարի 8-ին եւ 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30,000-ը։ Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ ինտերնետի անջատումը խոչընդոտում է ցուցարարների կազմակերպվելու հնարավորությունը եւ սահմանափակում տեղեկատվության հոսքը, ինչը դժվարացնում է նաեւ անկախ եղանակով զոհերի թվի ճշտումը։ Ֆրանսիան Ուկրաինային է մատակարարել հարվածային անօդաչուների փոքր խմբաքանակ, որոնք մինչև 500 կիլոմետր թռիչքի հեռահարություն ունեն եւ կարող են օդում մնալ մինչև 5 ժամ։ Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական գործողությունների համար։ Ֆիլիպինների հարավում ավելի քան 350 մարդու տեղափոխող լաստանավ է խորտակվել, առնվազն 15 մարդ է զոհվել, 28-ը անհետ կորած են համարվում, 316 մարդ փրկվել է։ Նավն աղետի ազդանշան է տվել Միանդաո կղզու նավահանգստից դուրս գալուց ավելի քան 4 ժամ անց։ Աղետի պատճառն առայժմ հայտնի չէ, հետաքննություն կանցկացվի։ Հայաստանում հունվարի 26-ից 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում Արարատյան դաշտում, այդ թվում Երևանում այսօր մառախուղ է սպասվում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում այսօր տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 1-ից 3, երեկոյան 4-ից 6 աստիճան ցուրտ։